Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինի Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, դիտելու եւ տեսնելու հնարավորություններով, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հենց հիմա հրավիրում եմ նաեւ մեր սիրելի Facebook-յան հարթակ հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, որտեղ մեզ կրկին կկարողանաք նաև դիտել։ Մեկնաբանությունները բաց են, կարող եք հարցեր ու դիտարկումներ նույնպես թողնել։ Ես ներկայացնեմ իմ սիրելի հյուրին։ Ձեզ շատ եմ սիրում, խոստանում եմ այսօր։ Ալերգոլոգ, իմունոլոգ Արմինե Հակոբյան, նախ շնորհավորեմ երևի մայիսի 1-ը օգտվելով առիթից, աշխատավորների օրն է եւ մենք եկել ենք աշխատանքի, ինչպես շնորհակալություն։ Այո։ Ու անցնենք արդեն մասնագիտական թեմաներին, որովհետև բառացիորեն 2 օր առաջ նշվել է իմունոլոգիայի միջազգային օրը, մինչև մեր կլինիկական հետազոտությունների կարևորությանն անցնելը, ուզում եմ մի փոքր այստեղ կանգ առնենք եւ հասկանանք ինչու է կարևոր ունենալ այսպիսի միջազգային օր, որն է նպատակը, ինչ է այստեղ իրազեկելու եւ գիտելիք փոխանցելու խնդիրներ ունի այս ոլորտը եւ մասնավորապես ներկայացուցիչները, բժիշկները։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես sense դարձել է արդեն մի հատ սիրուն ավանդույթ։ Սիրով, շատ մեծ սիրով եւ հաճույքով միշտ գալիս եմ ձեր եթերներին։ Շատ շնորհակալ եմ։ Այսօր մայիսի 1-ն է, իրար կոմպլիմենտներ անել ենք։ Եվ կուզեմ նշել, որ ոչ միայն իմունոլոգիայի միջազգային օրներ, այլ նաև վերջին շաբաթը իմունիզացիայի եւ իմունականխարգելման միջազգային շաբաթներ։ Երևի թե կկրկնվեմ, բայց օգտագործելով առիթը եւ հարթակը կուզեմ կարևորել, որ առաջի հերթին իմունոլոգիայի միջազգային օրը եւ իմունիզացիայի շաբաթը, իմունիզացիա եւ կանխարգելման շաբաթը շատ կարևոր է մեր պատվաստումների եւ կանխարգելիչ պատվաստումների համար, քանի որ վերջին ժամանակները ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, կա մի sense միտում հակավաքսերին այդ անտիվաքս կոչեցյալները եւ թիվը ցավոք աճում է եւ աճում է անհիմն, քանի որ այսօր ինֆորմացիայի ահավոր շատ մեծ քանակ լցվում է դաշտ եւ լավ որակի եւ վատ որակի եւ մենք պետք է կարողանանք տարբերակենք որն է գիտահեն, որն է որակով եւ որը ընդհանրապես գիտության հետ կապ չունի, այլ այսպես սնահավատ եւ կոնսպիրոլոգիաների հետևանք է։ Եվ այսպես իմունիզացիայի շաբաթը պետք է կոչել ամեն տարի կյանքի եւ օգտագործել այդ առիթը եւ նորից կրթել եւ իրազեկել բնակչությանը, որ շատ կարեւոր են պատվաստանյութերը եւ պատվաստումները, հերքել մոլորություններ, նորից անդրադառնալ այդ տարածվող մոլախոտի պես մոլեգնող հակագիտական տեղեկություններին, որովհետև դրանք իսկապես վնասում են իմունիզացիայի մակարդակին, այնպես չէ, դա հենց այնպես խոսքեր չեն։ Ես ուզում եմ հիմա մենք փաստերով հասկանանք։ Այ ասենք թե խոսեցին, մենք դեմ ենք, իրականության շրջանակում ինչ է կատարվում, ամենամեծ վտանգը որն է։ Ամենամեծ վտանգը այն է, որ դեմ են կրթված մարդիկ։ Այդ ամենավախենալուն է։ Այո, այսինքն մի հետազոտություն եմ ուզում ներկայացնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեծ հետազոտություն են արել եւ հայտնաբերել են 2 խումբ թեր վակցինացված եւ ոչ վակցինացված, երևի sense հիմա ես թարգմանում եմ խմբերի եւ ինչ են պարզել մասնակի, այո, մասնակի եւ ընդհանրապես, այսինքն եւ ինչ են պարզել, որ մասնակի վակցինացված երեխաների մայրերը բարձրագույն կրթություն չունեցող եւ կոնկրետ եկամուտը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար 70,000-ից ցածրը որոշ նահանգներում համարվում է ցածր եկամուտ։ Համարվում են ցածր եկամուտ ունեցող, ոչ բարձրագույն կրթություն ունեցող անձինք, այսինքն իրենց երեխաները կիսատպռատ վակցինացված են, պատվաստված են։ Բացատրությունը այն է, որ դա պարզապես թափթփվածության կամ ժամանակի կամ ոչ լիարժեք ինֆորմացիայի տիրապետման հետևանք
հետևանքն է։ Մյուս խումբը, որը ընդհանրապես չպատվաստված խումբն է, նրանց ծնողները ունեցող բարձրագույն կրթություն եւ բարձր եկամուտ։ Այստեղ ամենամեծ բարդ կոնտինգենտն է, քանի որ իրենք կարդում են գիտական, երևի ճակերտավոր գիտական, պսևդոգիտական գրականություն, երևի մեղավորել չեն, քանի որ ասում եմ ամբողջ այս մեր ինֆորմացիոն դաշտը ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, լցված է տարբեր տեսակի ինֆորմացիայով եւ իրենք ընտրում են այն ինֆորմացիան, որը իրենց համար ավելի հաճելի է, բաց թողնելով գիտականը եւ մնացածը։ Այստեղ առիթ օգտագործելով ասեմ, որ պատվաստանյութերը համարժեք են դեղորայքին եւ ինչպես ցանկացած դեղորայք, այո, պատվաստանյութը կարող է ունենալ կողմնակի ազդեցություն։ Այսինքն հիմնական նրանց փաստարկները հակավաքսերի, դա որ տեսնում եք ինչքան բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունեն։ Իհարկե, հատկապես անտիբիոտիկն ավելի շատ կողմնակի էֆեկտ ունի իրականում, քան պատվաստանյութը պետք է դիտարկել որպես դեղորայք եւ հաշվի առնել, որ այո, նա կարող է ունենալ կողմնակի ազդեցություն, բայց փոխարենը բոլոր այն դրական կողմերը, չգիտես ինչի, վախեցնում են։ Եվ մի այլ ուղղություն է կա, որ նրանք կողմնակից են ճակերտավոր բնականին, թող հիվանդանան, բնական ինֆեկցիաները եւ այլն, կոփվեն։ Ну, կոփվելու հետ դա այդքան կապ չունի, բայց փոխարենը ասում եմ այո, մենք բժիշկներս ասում ենք այո, բայց այդ դեպքում դուք ուրեմն պետք է մերժեք ընդհանրապես ցիվիլիզացիան, գնաք ապրեք քարանձավներում, չունենաք այն բարիքները ցիվիլիզացիայի, որով որ դուք օգտվում եք եւ չպատվաստվեք։ Այսինքն վերադառնում եք ձեր նախամարդուն, որտեղ չկար պատվաստում, չկար պատվաստանյութ, կային հիվանդություններ, կյանքի տևողությունը 30 տարի էր կամ մաքսիմում 40, եւ դա բնական կենթանական աշխարհի սելեկցիայի օրենքներով էին կապում, մի քիչ դաժանահնչում, բայց զավեշտալի է օգտվել ցիվիլիզացիայի ամենալավ բարիքներից եւ մերժել այնինչ դու չես հավանում կամ տարվել ես պսևդոգիտական ինչ-որ հոդվածներով եւ այլն եւ կարիք չես գտնում դրանից օգտվելու ու վնասում ես այն ցիվիլիզացիային, որից օգտվում ես, որովհետեւ иммунизациայի այդ շեմը իջնում է եւ սկսում արդեն շատ խոցելի խմբերի համար կյանքի վտանգ սպառնալ։ Եվ էլի օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ Հայաստանը բարեբախտաբար ունի շատ բարձր ծածկույթ պատվաստման երեխաների շրջանում եւ դա շատ ուրախալի է, քանի որ ծնողները պատասխանատու ձևով վերաբերում են գոնե այն մանկական տարիքում ամենակարևոր պատվաստանյութերին երեխաներին իրենց զերծ չեն պահում։ Հույսով եմ, այո, դա կշարունակվի։ Հույսով եմ կշարունակվի, որովհետև ես էլ ամեն տարի տեսնում եմ եւ տեղեկանում եմ, որ տարածաշրջանում այսպես թոփերի մեջ է Հայաստանի իմունիզացիայի մակարդակը, հուսանք այն կպահպանվի։ Մի խոսքով, մեր միջազգային օրը եւ իմունիզացիայի նվիրված շաբաթը ծառայում են այս կարևոր տեղեկությունների շրջանառությանը։ Գրագիտություն ծավալելուն։ Հարգելի ունկնդիրներ, խնդրում եմ ուշադիր եղեք, բաց մի թողեք պլանային պատվաստումները, հատկապես հիմա նորություններ ունենք, ջրծաղիկի պատվաստումն է եկել, այն շատ թանկարժեք է, բայց Հայաստան բոլորովին անվճար է, դուք պատկերացնում եք, մենք պրծնելու ենք այդ մանկապարտեզների, դպրոցների այն համատարած էպիդեմիկ, այո, են, որ մեծերիներն էին վարակում, մեծերը շատ մինչև ռեանիմացիա հայտնվելով ծանր էին տանում եւ այլն, ուրախալի ինչ խոսք։ Անցնենք հիմա ձեր ոլորտում կլինիկական հետազոտություններին, որոնք կարծես էլի նորություն են, եթե այդպես կարելի ասել, ու հասկանանք առհասարակ ինչ է կլինիկական հետազոտությունը։ Այ մարդիկ լսեցին այս բառակապակցությունը, ինչ պետք է պատկերացնեն, սա ինչ գործողություններ են եւ ինչ քայլեր են։ Ու հետո արդեն դրանց դերին ու նշանակությանը անցնենք։ Շնորհակալություն հարցի համար, քանի որ կլինիկական հետազոտություն կամ կլինիկական փորձարկումը շատ կարևոր դեր է ընդհանրապես խաղում ամբողջ աշխարհում եւ նաեւ Հայաստանում վերջի տարիներին բավականին բարձր ունենք, ոչ թե բարձր, բավականին
շատացել են կլինիկական փորձարկման հայտերը եւ նաեւ այն բժշկական կենտրոնները եւ մասնագետները, որոնք մասնակցում են։ Ինչը իրենց ներկայացնում կլինիկական փորձարկումը կամ հետազոտումը։ Այո, իրականում մի փոքր որպեսզի ներկայացնեմ, երբ որ դեղը ստեղծվում է, դեղը անցնում է մի քանի փուլ։ Առաջի փուլ, երկրորդ, երրորդ։ Ես առաջի մի քանի փուլերին կարող չեմ ուզում մանրամասնեմ, որպեսզի շատ անհետաքրքիր չլինի ունկնդրին։ Երբ որ դեղը փորձարկվում է, ամենակարևոր երկու բաղադրիչը, որը հետապնդում է դեղը ստեղծողը, դա անվտանգությունն է եւ արդյունավետությունը։ Դեղը անպայման պետք է ունենա անվտանգության պրոֆիլ, այսինքն մաքսիմալ լինի անվտանգ պացիենտի համար։ Եվ իհարկե, ինչի համար որ նա ստեղծվում է, ինչ նպատակին որ պետք է ծառայի, դա արդյունավետությունն է։ Եվ Հայաստանում հիմնականում վերջի տարիներին, ինչպես ասացի, հետաքրքրությունը աճել է կլինիկական փորձարկումների առումով, կան բազմաթիվ բժշկական կենտրոններ, որոնք զբաղվում են կլինիկական փորձարկումներով։ Երբ որ այս գործընթացը սկսվեց, Հայաստանում հիմնականում երրորդ փուլի հետազոտություններ կային, վերջի տարիները երկրորդ եւ առաջի, եթե չեմ սխալվում, առաջի փուլի եւ երկրորդ փուլի փորձարկումներ էլ եւս հայտնվել են։ Ինչի համար է դա կարևոր, հա? Կլինիկական փորձարկումը կամ կլինիկական հետազոտությունը շատ կարևոր դեր ունի թե բժիշկի կյանքում եւ առաջնահերթ իհարկե պացիենտի կյանքում։ Այսինքն, եկեք որպես բժիշկների տեսանկյունից ասեմ, մեզ թույլ է տրվում մասնակցել հիմնականում կլինիկական փորձարկումները բազմակենտրոն եւ միջազգային են։ Նախ մենք բժիշկներս նստած Հայաստանում դառնում ենք միջազգային փորձարկման եւ միջազգային գիտության մի մաս, այսինքն մասնագիտական գործընթացի։ Այո, մասնագիտական գործընթացը, նոր բան եք սովորում, նոր գործելակարգերին եք ծանոթանում, դա նաև այդ գործելակարգերը ներդրում ենք մեր ամենօրյա պրակտիկայում, բայց ես կուզեմ կարևորել պացիենտների համար, ինչ կարևոր դեր ունի պացիենտների համար կլինիկական փորձարկումը։ Կլինիկական փորձարկումը որոշ հիվանդությունների դեպքում, որոնք օրինակ հազվադեպ հանդիպող են, կամ հիվանդություններ, որոնց դեղորայքի կա անհասանելիություն, օրինակ մեր երկրում, հա, նույնը տարբեր երկրներում կարող է լինել, տալիս է հնարավորություն պացիենտին փորձարկման շրջանակներում, որոնք կարող է լինել 6 ամիս, կարող է լինել 2 տարի, 3 տարի եւ 5 տարի, ստանալ անհրաժեշտ դեղորայքը, որը կարող է փրկել կյանքեր, բարելավել կյանքի որակը, միջև գիտությունը այնքան կզարգանա, որ եւ նաեւ պետությունը կաջակցի, որպեսզի դեղորայքը հայտնվի մեր երկրում։ Ինչու է Հայաստանը նաև ավելի գրավիչ դարձել վերջի տարիներին որպես երկիր, որտեղ կարող է լինել կլինիկական փորձարկում։ Նախ հայաստանյան բժիշկների ընդհանուր մակարդակը, այսինքն կան արտակարգ կենտրոններ եւ բժշկական մասնագետներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին, անում են միջազգային կարգի բուժում եւ այլն։ Երկրորդը Հայաստանը հատկապես ռուսաստանյան վերջի իրադարձություններից հետո Ռուսաստանից շատ մեծ քանակով դուրս եկան կլինիկական փորձարկումներ եւ դեղագիտական ֆիրմաներ եւ հոսքը, այո, դադարեցվեց։ Ուկրաինայում զուտ լոգիստիկ պատճառներով կրճատվեցին, այնտեղ էլ բավականին խնդիր է եւ այդ երկու մեծ երկրների հոսքը ինչ որ չափով ուղղվեց դեպի Հայաստան։ Երրորդը, այո, դեղերի անհասանելիությունը որոշ մասնագիտություններում եւ օրինակ մեր օրինակը բերեմ, մենք այսօր անում ենք մի շատ կարեւոր կլինիկական փորձարկում, որը նվիրված է ժառանգական անգիոայտուցի, դա հազվադեպ հենց հիմա ընթացիկ, այո, մենք մի մաս ենք միջազգային բազմակենտրոն փորձարկման,
փորձարկումը ավստրիական է, հիվանդությունը ժառանգական անգիոայտուցն է, Հայաստանում դեռ չունենք դեղերի հասանելիություն, ով է դրանում մեղավոր դեռ ոչ ոք, քանի որ հիվանդությունը նոր է, հանգամանքները, չէ, շատ անգամ մեր պացիենտները, մեր բուժառուները մեղադրում են մեզ եւ մեր կառավարությունը, պետությունը, բայց ասեմ, որ հիվանդությունը վերջի տարիներին է, որ ուշադրության կենտրոնում է միջազգային դեղագիտական եւ բժշկական համայնքի եւ շատ քիչ երկրներ ունեն դեղորայք, որը տրամադրում է պետությունը եւ մեր եւ նաեւ այլ պացիենտների համար, որոնք տառապում են այդ հիվանդությունով, դեղի հասանելիությունը կլինիկական փորձարկման շրջանակներում միակ տարբերակն է։ Մի փոքր կարող եք ներկայացնել օրինակ այդ վտանգավոր եւ կարծում եմ ոչ շատ տարածված, բայց շատ վտանգավոր ընթացող հիվանդությունը ինչ է, ինչի մասին է, որ մենք ավելի պատկերավոր հիմա հասկանանք, թե ինչու է կարևոր այդ փորձարկումը, ինչու է նրանց համար խիստ կարևոր այդ դեղորայքից թեկուզ այս կլինիկական փորձարկումների շրջանակում օգտվելը։ Սա ինչ հիվանդություն է։ Ժառանգական անգիոայտուցը իր բնույթով իմունային անբավարարության մի տեսակ է, որտեղ բացակայում է մի երկու կոմպոնենտ սպիտակուց մեր օրգանիզմում, որի պատճառով սկսվում են անհասկանալի եւ սպոնտան, այսինքն առանց պատճառի զարգացող այտուցները։ Այտուցները կարող են ներգրավել մարմնի տարբեր հատվածները, դեմք, պարանոց, վերջույթներ, կարող են լինել որովայնային այտուցներ, որոնք պայմանավորված են ծանր որովայնային ցավերով, փսխումով եւ սրտխառնոցով, այստեղ շատ նման են բարբերական հիվանդությանը եւ մեր բուժառուների մեծ մասը սխալմամբ ախտորոշվում է որպես բարբերական հիվանդություն։ Ինչով է նաեւ վտանգավոր եւ ծանր հիվանդության ընթացքը, որ կարող է ներգրավել կոկորդի շրջանում այտուցը եւ բերել ցավոք սրտի մահվան, քանի որ դա վտանգավոր իրավիճակ է։ Ու կանխատեսելի էլ չէ առանց։ Կանխատեսելի չեն, այո, այդ նոպաները կամ գրոհները, մենք ասում ենք դրանք գրոհներ, հա, եւ նաեւ կան բուժառուներ, որոնք ունենում են շատ ծանր ձևերը եւ այդ ժառանգական այտուցով գրոհները շաբաթական լինում են 1, 2, 3 անգամ։ Այսինքն կյանքի որակի իջեցում մեր բուժառուների, ամենայն դեպս ախտորոշված բուժառուների 80%-ը չունի հիմնական աշխատանք, որովհետև բացակայում են աշխատանքից շատ երկար եւ շատ շնորհակալ եմ մեր բոլոր կառավարական կառույցներին, որ հիմա մենք սկսել ենք գործընթաց, որպիսի այդ բուժառուներին տրվի հաշմանդամության կարգ, այսինքն քանի որ որպիսի իհարկե իրենք շատ ունեն բացակայություններ, այդ պատճառով չեն կարողանում ունենալ աշխատանք, այդ պատճառով շատ խոցելի խումբ են նրանք։ Եվ այդ գրոհները եւ այտուցները իհարկե հիմնականում ախտորոշվում են որպես սովորական ալերգիկ այտուց կամ կվինկեի այտուց, որը մենք ծանոթ ենք, բայց սարսափելին այն է, որ այդ գրոհները եւ այդ այտուցները չեն բուժվում սովորական դեղերով, որով շատ հեշտ բուժվում եւ կառավարվում են մեր ալերգիկ այտուցները։ Այտուցները տևում են շատ երկար, 2, 3, 4, 5 օր կարող է տևել, մինչև այտուցը իջնի եւ անձը վերադառնա իր սովորական ամենօրյա կյանքին։ Ու այստեղ հակաալերգիկներ, ոչ մի կերպ չեն հորմոնալ ինչ որ ստանդարտ դեղորայքը չի աշխատում ու պետք է նայեն հատուկ դեղեր, այո։ Հատուկ դեղերը ասեմ, որ վերջի տարիներին են, որ աշխարհում են հայտնվել։ Իրականում մենք ունենք sense հեղափոխական մի նորություն ամբողջ աշխարհում, որ հայտնվել են դեղեր եւ իրականում լինել կլինիկական հետազոտման մի մաս ամբողջ աշխարհի պացիենտների համար համարվում է մեծ պատիվ եւ հաջողություն եւ ի ուրախություն մեզ կարող եմ ասել, որ տարածաշրջանում, այսինքն մեր հարևան երկրներում ոչ մեկ չունեցավ այդ փորձարկումը, իսկ մենք կարողացանք բերել մեր բուժառուների համար։ Այսինքն մենք ապահով ենք համարվում, ավելի վստահելի ենք համարվում։ Նախ երրորդ ֆազայի, հա, երկրի ընտրությունը
չեմ կարող ասել ինչով է պայմանավորված, որ այլ երկրներում չկան, բայց մենք շատ ենք աշխատել, շատ մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի ունենանք վստահություն եւ կարողանանք բերել այդ հետազոտությունը մեր երկիր։ Դե ուրեմն բժիշկների աշխատանքի ջանքի արդյունքն է։ Ես էլ կարծում եմ, որ մեր ամենատարբեր նեղ մասնագիտացման ոլորտներում կան անձինք, որ հենց անձի վրա է դա հիմնված, ակտիվությունը, արդիականությունը, վերապատրաստվելը միշտ, տարբեր միջազգային կոնսիլիումների ու կոնֆերանսների մասնակցելը, ու սա բերում է ոնց որ ճանաչելիության։ Եվ նաև մեր դիմելիությունը տարբեր ինստանցիաներ, տարբեր կառույցներ։ Այսինքն մենք վերջի երևի 6-7 տարին անդադար բարձրացրել ենք այս հարցը տարբեր հարթակներում եւ անխոնջ դիմել եք եւ հասել եք ձեր ուզածին, շատ հպարտ եմ եւ շատ ուրախ եմ։ Մի այսպիսի հարց բարձրացնեմ, որը արդեն պացիենտների կողմից կարող է հետաքրքրել։ Այ կլինիկական փորձարկումներ, փորձարարություն, մի տեսակ սա անվստահելի բառ չէ արդյոք պացիենտների համար։ Իսկ պարունակող, բա ինձ հետ ինչ կլինի, բա եթե ինձ վրա փորձադաշտի պես հիմա աշխատելու են, բա որ ավելի վատանամ, այս մասին ինչ ունենք ասելու։ Շատ կարևոր հարց բարձրացրեցիք, քանի որ երբ սկսվեց մեր հետազոտումը, իրականում մենք ունեինք 2 բուժառու, որոնք անդադար ունենում էին սրացումներ, այսինքն հիվանդության գրոհները կամ սրացումները տարբեր ձևով են ընթանում։ Մենք ունենք բուժառուներ, որոնք տարվա մեջ 2-3 անգամ են ունենում սուր գրոհ, եւ ունենք բուժառուներ, որոնք շաբաթական 2 անգամ են ունենում գրոհներ։ Եվ այդ 2 բուժառուների ոնց որ ճակերտավոր պատճառով, այսպես ասած, մենք անդադար աշխատեցինք, որ բերենք, եւ բուժառուներից մեկը հրաժարվեց։ Եվ ասաց, որ ինքը չի կարող իր միջի դիմադրությունը հաղթահարել եւ մասնակցել, քանի որ դա փորձարկվող դեղորայք է եւ դա նոր է եւ ինքը չի կարողանում հաղթահարի այդ շեմը։ Մենք իհարկե շատ ասենց շոկի ենթարկվեցինք, որտեղ մեզ թվում էր, որ հիմա բոլորը վազելով գալու են եւ մեծ սիրով մասնակցեն, եւ մենք առնչվեցինք այո նման իրավիճակի հետ։ Ի տարբերություն մեր մյուս բուժառուն ուղակի վազելով եկավ իրականում, այստեղ մոտեցումները տարբեր են եւ շատ կարեւոր պահը այն է, որ պետք է բժիշկը ազնիվ, անկողմնակալ եւ ոչ բացարձակ օբյեկտիվ առանց ոչ մի սուբյեկտիվության նշույլի, նշույլի, ճիշտ բառեր փաստորեն, բացատրի բուժառուին բոլոր հնարավոր առավելությունները, թերությունները, ռիսկերը։ Նախ ասեմ, որ այդ ամենը շատ պաշտպանված է բոլոր կառույցներով, սկսած առողջապահության նախարարության էթիկայի կոմիտեից։ Մենք ունենք առողջապահության նախարարությանը կից էթիկ հանձնաժողով, ես այնտեղ աշխատել եմ 5 տարի որպես հանձնաժողովի անդամ եւ ամեն նման փորձարկումը կամ հետազոտումը, երբ որ հասնում է երկիր, պարտադիր պետք է անցնի մի քանի ինստանցիա։ Դրանցից ամենակարևորը էթիկական կոմիտեն է եւ իրավաբանական թիմի կողմից աշխատվում է եւ պատկերացնում եք կա տենց կներեք անգլերեն եմ ասում իրազեկման թերթիկ informed consent իրազեկման թերթիկ 17-20 էջից բաղկացած, երբ որ պացիենտը ամբողջը պետք է կարդա, մեր կողմից բժիշկը, այսինքն գլխավոր հետազոտողը պետք է մանրամասն դա բացատրի, համբերատար է թե ինչքան պետք է, եւ բուժառուն ինքն է ընդունում այդ որոշումը։ Եվ ստորագրում է եւ մասնակցում է։ Այո, կան բուժառուներ, որոնք կասկածանքով եկան, կան բուժառուներ, որոնք վազելով եկան, շնորհակալ էին, եւ այո, մենք ունենք բուժառուներ, որոնք հրաժարվեցին։ Բարեբախտաբար շատ քչերն են հրաժարվել։ Այո, բարեբախտաբար։ Իսկ պայմանականորեն կամ որքան հնարավոր է օբյեկտիվորեն կարող է բուժառուի վիճակը շատ անգամներով վատանալ,
եւ կան արդյոք իսկապես այդքան վտանգավոր ռիսկեր, որից վախենում է այդ քիչ տոկոսը։ Ասեմ, որ ոչ միայն բուժառուներն են վախենում, այլ բժիշկներն էլ են վախենում։ Դուք պատկերացնում եք, դա շատ մեծ պատասխանատվություն է։ Կոնկրետ մեր հետազոտությունը, որը մենք կատարում ենք մեր կենտրոնում, Հերացի բժշկական կենտրոնում, հիվանդանոցում, երրորդ ֆազա է։ Մի քանի բառով ասեմ ինչա երրորդ ֆազան։ Երրորդ ֆազան արդեն այդ անվտանգությունը, արդյունավետությունը անցած վերջի ֆազան է, այսինքն մեծ հետազոտություն արդեն կատարվել է, արդեն ստացել են հաստատումներ եւ դա նշանակում է, որ մեծ կողմնակի ազդեցություններ չկան նախ իհարկե եւ մենք ունենք ամբողջ ինֆորմացիան միջև հիմա կատարված է, այսինքն բժիշկներս, բայց այո, քանի որ դեղը փորձարկվող է, մենք ամեն ինչ բացատրում ենք բուժառուին, որ այո, կարող է դեղը ձեր համար արդյունավետ չլինի, կարող է դեղը ունենա այո կողմնակի ազդեցություններ, բայց երբ որ արդեն հաստատված դեղերն էլ ունեն կողմնակի ազդեցություններ, պարզապես այնտեղ էլ է գրված, թե ինչ հնարավոր կողմնակի ազդեցության հետ մենք կարող ենք առնչվել։ Եվ միգուցե երբ այդ դեղերը հաստատվեն վերջնական եւ մտնեն լիարժեք շրջանառության մեջ, իրենք պահպանելու են որոշ կողմնակի էֆեկտներ, չկա դեղ նույնիսկ հասարակ անալգետիկ, որը չունի կողմնակի որևէ ազդեցություն, այնպես որ սա միամտություն կլինի մտածել, որ գիտեք այ հիմա կհաստատվի եւ մենք ոչ մի էլ հարց չենք ունենա։ Այստեղ շատ կարեւոր է թիմային աշխատանքը եւ կուզեմ նշել, որ մենք կոնկրետ մեր բաժնում ունենք երիտասարդ բժիշկների մի արտակարգ խումբ, որոնք ուղակի գիշեր ցերեկ առանց տոների, առանց ազատորերի աշխատում են, որպիսի մեր բուժառուները ստանան մաքսիմալ որակով օգնություն, մենք միշտ մեր բուժառուների կողքն ենք, հատկապես հետազոտվող, դա լինի գիշերվա որ ժամը լինի, մենք պարտադիր անց ենք կացնում իր կողքը միջև այնքան ժամանակ, ինչքան որ պահանջվում է, որպեսզի գրոհը անցնի եւ լավացած գնա տուն։ Ստացիոնար բուժման եւ հսկման մասին է խոսքը։ Չնայած ես չգիտես ինչու վստահ եմ, որ դուք նույնիսկ տուն ուղարկելուց հետո այդ կապի մեջ անպայման բոլորի հեռախոսի համարները անգիր գիտենք։ Սա ուղղակի ասեք, որ սա ֆանտաստիկ է համեմատած այլ զարգացած երկրների հետ, որտեղ դուք բուժող բժշկին ուղղակի կարող եք հասանելիություն այլևս չտեսնել բուժումը նշանակելուց հետո եւ քեզ արդեն այդ հարակից օժանդակող մասնագետները զբաղվեն քեզնով, դուք դեռ պահպանում եք, որտեղից եք այդքան էներգիա եւ մոտիվացիա գտնում, կիսվեք էլի, մենք մյուս աշխատավորներս եւս ուզում ենք այդպիսի մոտիվացիա ունենալ, որտեղից ձեզ այդ երևի թե այն փաստը, որ երբ որ մի փոքր ակնարկ պատմեմ ոնց սկսվեց այս ամեն ինչը, սրանից 7 տարի առաջ, 6 տարի առաջ իմ մոտ գալիս է մի բուժառու, ասում է ես ունեմ ժառանգական անգիոայտուց եւ ես գիտեմ, որ դուք ինձ կարող եք օգնել։ Ես շիվարած, կներեք, sense շատ բան հասարակ բառիս համար, ասում եմ, բայց ես չեմ կարող ձեզ օգնել, որովհետեւ ես ոչ նախարարն եմ, ոչ պրեզիդենտն եմ երկրի եւ շատ բարդ իրավիճակ է, լծակ ընդհանրապես չունեմ ու ասեմ, որ աշխարհում սա լուրջ խնդիր է, ամբողջ աշխարհում այս տեսակի բուժառուները չունեն դեռ որակով բուժում։ Շատ չեմ երկարացնի, ինքը ասեց ոչ, ես հավատում եմ եւ դուք կարող եք։ Դա ինչ որ sense մի հատ ազդակ էր, որ մենք մեր խմբով սկսեցինք ամեն ինչ անել, որ կարողանալ բերել այդ դեղորայքը եւ ես ուրախությամբ կարող եմ ասել, որ վերջին 5-6 տարին մենք Հայաստանում ունենք դեղորայք, որը ոչ նույնիսկ փորձարկման շրջանակներում, այդ դեղորայքը, որը շատ թանկարժեք է, պատկերացնում եք, մեկ ծրվակը արժի 1500-ից 2000 եվրո։ Եվ մենք ունենք այդ դեղորայքը, ես ուղղակի չասացի, մենք ունենք պացիենտական ֆոնդ, մենք ստեղծեցինք պացիենտական ֆոնդ, որը այլ երկրների պացիենտական ֆոնդերի հետ միասին սկսեցինք ունենալ ժամանակ առ ժամանակ այդ կյանք փրկող դեղերը, որը ուղղակի նվիրատվություն է մի պացիենտներից դեպի մյուս պացիենտներ, պատկերացնում եք։ Այդտեղից մենք երբ որ գալիս է պացիենտ, երբ որ 7 տարի առաջ գալիս է, ես ոչինչ չունեմ իրեն առաջարկելու, գալիս է բուժառուն ծանր
այտուցով, որովայնային, կոկորտային եւ այլն, եւ մենք կարողանում ենք իրեն անել դեղ։ Ես այդ մասին մի քիչ չխոսեցի, որովհետեւ դա էլ մի ուրիշ թեմա է, ինձ թվում է։ Բայց քանի որ դա մշտական բնույթի չի, կառավարության կողմից դեռ տրամադրվող չի եւ այլն չի, համակարգային չի, մենք ունենում ենք դեֆիցիտներ, այսինքն այդ դեղերը ունենալու, բայց այսօր մենք ունենանք կլինիկական փորձարկում եւ մեր բուժառուն, երբ որ կարիքը ունենում է, արդեն գալիս է ստանում է իր դեղը։ Այդտեղից մեր էներգիան արդեն լավ հասկանալի գալիս է մնացած մեկ արդյունքները, իհարկե այդ տանջանքների, չարչարանքների ստանում եք դրանից էներգիա։ Ես հաջողություն եմ մաղթում ձեր ոլորտում բոլոր կլինիկական հետազոտություններին, հույս ունեմ, որ ձեր ջանքերի շնորհիվ դեղորայքը մշտական հասանելիություն կստանա Հայաստանում։ Մենք զրուցեցինք բժիշկ ալերգոլոգ, իմունոլոգ Արմինե Հակոբյանի հետ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը։ Մենք անպայման էլի կհանդիպենք այս տաղավարում, անպայման եւ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։